Ադրբեջանի պաշտոնակցին ես դիմել եմ իմ պաշտոնավարումը սկսելու առաջին իսկ պահից։ Մեկ այլ ադրբեջանցի падգամավոր մասնավոր զրույցի ժամանակ ասաց մենք ձեր գերիներին երբեք էլ հետ չենք տալու։ Փորձ է արվելու նրանցից կորզել այնպիսի ցուցմունքներ, որոնք վնաս են տալու ոչ միայն իրենց, այլ նաև Հայաստանի Հանրապետության ընդհանուր առմամբ վերցրած։ Մեր տեսակցությունները ունեն շարունակական բնույթ։ Ադրբեջանը ունի մերժողական քաղաքականություն։ Սրանք քաղաքական ֆարս է եւ կոնկրետ մեկ անձի Իլհամ Ալիևի վրեժխնդրության հետևանքն է։ Հայաստանի Հանրապետության համար ամոթ է, քանի մեր հայրենակիցները գտնվում են Ադրբեջանի բանտում։ Լոկալ լինելու արցախցիներ եւ հայեր բոլորի հետ միասին մենք ամեն ինչ ախտարելու ենք։ Ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը հայազգի ռազմագերիների, պատանների բեմականացված դատաքննություններ կազմակերպելով։ Այս բեմականացված դատավարություններն Ադրբեջանի համար ունեն կենսական կարևորություն։ Երկու հիմնարար նպատակ կառուցանցների։ Առաջինը սրանք նպատակ ունեն ապացուցել Ադրբեջանի իշխանության եւ մասնավորապես նախագահի կեղծ քաղաքական թեզերը։ Նա էր մշտապես ասում, որ Արցախում ահաբեկչական ռեժիմ է, Արցախում զբաղված են նված խմբեր ապօրինի պահելով, փողերի լվացում եւ այլն։ Եվ հիմա երբ նայում ենք թե ինչ մեղադրանքներ են առաջադրված Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, մյուսներին մեր զինծառայող զինվորական տղաներին նաև ակնհայտ է դառնում, որ նրանց նպատակն է ունենալ վերջնական ֆորմալ փաստաթղթեր, այսպես կոչված, որոնք դա կապացուցեն։ Երկրորդ, Ադրբեջանի նախագահը այս կերպ ակնհայտ ցուցադրում է ադրբեջանական այսպես Ադրբեջանի ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ ցույց է տալիս, ակնհայտ նաև հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը ոտնահարելու հատուկ նպատակ է հետապնդում, ցույց տալու համար այդ որևէ մեկը որ կփորձի մեր դեմ պայքար տանել, հայտնվելու այս վիճակում եւ բոլորը սրան է կարժան, մոտավորապես այսպես։ Դրա համար է այդ ցուցադրականությունը 23 հայերի նկատմամբ դատավարությունների տեսագրություններն ու լուսանկարները վկայում են նրանց նկատմամբ ներգործության փոշտանգումների մասին, ինչպես եւ որտեղ կարող են օգտագործվել այս փաստերը։ Ադրբեջանն այս մեթոդները կիրառում է 2020 թվականի 44 օրյա պատերազմի առաջին գերիներն իրենց մոտ ունենալուց հետո մեր վերադարձած բոլոր գերիների առանձնազրույցների արդյունքում են դեպքեր պատրաստել հրապարակել գիշեր իրավապաշտպաններով դեռ 2021 թվականին մի քանի զեկույց 22 թվականին հաղորդումներ եւ ակնհայտ է որ այսօր ձեռագիրներն է առասարակ միջազգային կառույցները խոշտանգումների կանխարգելման ոլորտի հստակ արձանագրում է որ խոշտանգումները ադրբեջանական բանտերում էնդեմիկ բնույթ ունեն այսինքն լայն տարածում ունեն թե ել չեմ ասում պատկերացրեք հայերի նկատմամբ իջեր կատարել ինչ են ով ինչ ուզում ասի ակնհայտ է որ հիմա նրանք բոլորի ենթարկվում են խոշտանգման խոշտանգում գիտեք պարտադիր չէ ամենօրյա ռեժիմով ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելով խոշտանգում անել նրանք կարող են նվաստացումներով կարող են անել արժանապատվությունը տարբեր ձևով ոտնահարելով հոգեկան տառապանքներ պատճառելով եւ այլն այդ ամենի վերջո խոշտանգման ձևեր է Միջազգային իրավունքի եւ Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների մասին փաստեր ներկայացնելով Ռուբեն Վարդանյանը հայտարարել է որ հրաժարվում է դատաքննություն կոչվող ֆարսին մասնակցելուց եւ ի նշան բողոքի փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել Վարդանյանի գործողությունները կարող են իրավիճակ փոխել Պատկերացրեք ինչ աստիճան վիճակի որ Ռուբեն Վարդանյանն է հայտարարել նաեւ հացադուլ նկատի ունենալով այդ բեմականացված դատավարությունները պատկերացնում եմ նաև ադրբեջանական ճնշումները նրա նկատմամբ առասարակ հացադուլը մարդու իրավունք է համարում եւ իրավունք չունեն պետությունները պատժողական քաղաքականության դիտանկյունից նայել այլ պետք է անմիջապես բժշկական մոտեցումներ ցուցաբերել հոգեբանական աջակցություն տրամադրել մարդուն բժշկական եւ այլն ես համոզված եմ որ նման որևէ բան չի ապահովում ինչը ավելի է վտանգում մարդու կյանքը կոնկրետ դեպքում Ռուբեն Վարդանյանի կյանքը եւ մենք ինքներս ենք լուսանկարներից չտեսում ինչպես են ապահովել եւ նաեւ ակնհայտ խոշտանգման հատկանիշներ կամ հետքեր կան հացադուլը ինքնին այսպես ասած ձեռնտու չէ ադրբեջանական իշխանությանը որովհետեւ դա լրացուցիչ ուշադրություն է հրավիրում եւ ի վերջո աստված մի առածը վտանգում է մարդու կյանքը Իսկ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի մասնակցությունը դեռ այսպես ասենք Ադրբեջանին իր տեսանկյունից կարծում պետք է, որտեղ նրանք դեռևս նարատիվներ են պետք է ապացուցեն քաղաքական։ Հետեւաբար նրանք ճնշելու համար ամեն ինչ անել է։ Ադրբեջանը նաև Հայաստանի դեմ է հիմա ագրեսիայի հիմքեր հավաքում։ Ես ի սկզբանե նաև այս սա կապված է նրա հիմնարար նպատակների հետ, որ տեսեք մենք երբ նայում ենք ինչ ցուցմունքներ են
կորզում, ինչպես են ցույց տալիս, թե ինչ ցուցմունքներ են տալիս, ակնհայտ է, որ Հայաստանի վրա, այսպես ասած, հիմքեր են հավաքվում եւ դրանով Ադրբեջանը փորձում է ֆորմալ դիտել ստացնել։ Տեսեք, իբր թե ինչպես է ներկայացնում ամեն ինչ, որ պատերազմի ընթացքում դրանից հետո գործողությունները ուղղված են եղել ադրբեջանական հասարակության դեմ, Ադրբեջանի պետության դեմ, զանգվածային բնույթն են ցույց տալիս եւ այլն, եւ ցույց են տալիս այստեղ Հայաստանի այսպես կոչված օկուպացիոն դերը եւ անմիջականորեն Հայաստանի ներգրավվածությունը։ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանների ազատ արձակման ուղղությամբ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանի իշխանությունը, ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերը, հասարակական կազմակերպությունները։ Հիմա այն փուլն է, որ ամբողջությամբ կարելի ասել փակուղային է դարձել իրավական հարթությունում հարցեր բարձրացնելը։ Տեսեք, որտեղ որ դիմումներ ներկայացնում են իրավապաշտպանները, չէ, որքան շատ են զբաղվում այս հարցերով։ Ամեն մեկս մեր իրավասության սահմաններում, հնարավորության սահմաններում, մեր կոչեր, դիմումներ, չգիտեմ, պահանջներ եւ այլն արդյունավետություն ունի, իհարկե չունի, բայց սա ինչու չունի արդյունավետություն, որովհետեւ քաղաքական աջակցություն չկա։ Երկրի բարձրագույն ղեկավարության հարասարակ պետության կողմից քաղաքական աջակցություն չկա եւ ավելին ասեմ, շատ ակնհայտ են եղել այն կան դեպքեր եւ իմ պրակտիկայում են եղել, ես գիտեմ, էլի քան նաեւ երբ իրավապաշտպաններ, իրավաբաններ միջազգային բարձրացնում են հարցեր, բայց կառավարությունից ընդհանրապես որևէ աջակցություն չկա, որևէ իսկ քաղաքական առանց քաղաքական աջակցության լուրջ խնդիրը չի կարող արդյունավետ լուծել, որովհետեւ Ադրբեջանը ամբողջը տարել է փակուղի, ընդրել է միայն քաղաքական ու ռազմական հարթության մեջ, այսպես ասած, հարցերի լուծումը։ Իսկ այս հարցը առանց քաղաքականի, բնականաբար այստեղ ռազմականի մասին չեմ խոսում, բայց առանց քաղաքականի հնարավոր չէ լուծել։ Իսկ քաղաքականը որն է, այլ պետությունների ջանքեր այստեղ միացնել, ինչ որ միջնորդ գործել նաև քաղաքականապես ազդեցիկ մարդկանց, հզոր պետությունների ղեկավարներ, մեծ պետությունների վարան գտնել, միջնորդներ բերել, հասկանալ, ամեն ինչ անել, որ կան օգնեն եւ նրանք էլ նաև սպառվեն այդ առաքելությամբ։ Այն ոչ թե միայն հայտարարեն, թե գիտեք, մենք աշխատանքներ տանում ենք եւ եթե հրապարակենք, ապա դա անիմաստ կլինի։ Սա անթույլատրելի է, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանությունը հիմա նաև այնց այն փուլն է, որ պետք է հրապարակային նաև աշխատանք։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբանը Հայաստանի իշխանություններին հորդորելով մի շարք քայլեր ձեռնարկել, նշել է, որ Երևանը կարող է շարունակել եւ ընդլայնել իրավական գործերը, դիմել միջազգային քրեական դատարանի դատախազին, ընտրելով քննություն սկսել Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի բռնի տեղահանման փաստով։ Իշխանությունները սակայն չեն բացառում խաղաղության հասնելու ճանապարհին միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելը։ Որն է ճիշտ։ Պետք է շարունակել անպայման ներկայացնել կանգատներ միջազգային ակցիաներ։ Ոչ միայն խոսքը վերաբերում է դատարաններին, այլ նաև այլ կառույցների։ Տեսեք, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը խոսում է միջազգային քրեական դատարանի մասին, որը անշուշտ պետք է օգտագործել, դեպ հակառակորդին ստացվում է մեկի չեն բավարարել առասարակ այդ դատարանի ստատուտը։ Դրանից բացի կան շատ այլ կառույցներ, որտեղ պետության դիմումները մեծ նշանակություն ունեն, օրինակ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն, խոշտանգումների դեմ Բայկարի ԵԴ-կոմիտեն, խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Եվրոպայի խորհրդում կամ նույն հենց ՄԱԿ-ում, չգիտեմ, մարդու իրավունքների խորհուրդ եւ այլն բազմաթիվ են այն կառույցները, որոնց կարելի է շատ ակտիվ դիմել եւ ակտիվացնել։ Ես ուզում հատուկ նշել, որ ամենևին իմ խոսքը ամենայն վստահությամբ եւ հստակությամբ վերաբերում է Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, որը որոշում է արտաքին քաղաքականությունը այս հարցերին։ Եվ ինչ վերաբերում է գանգատները հնարավոր կամ հայցերը, այսպես կոչված գործերից հրաժարվելու Հայաստանի, որոնք կան միջազգային դատական ակցիաներում, սա բացարձակ անթույլատրելի, վտանգավոր մոտեցում է, վտանգավոր է առաջին հերթին Հայաստանի շահերի համար, ապագայի համար։ Սրանով Հայաստանի կառավարությունը, եթե հանկարծ նման քայլի դիմի, զրկում է առհասարակ մեր ողջ ժողովրդին պաշտպանության հնարավորություններից։